Ես ուզում եմ մեզնից ամեն մեկը հասկանա իր միջի զորությունը։ Ես հենց հիմա այս պահին կպատմեմ իմ թերություններից մեկը, որ տասնյակով 2 անգամ պատմել եմ։ Բայց ես այդտեղ զորացա։ Մի նայենք, եկեք չնայենք, որ թերություններ ունենք, այլ նայենք, երբ որ գիտակցում ենք այդ, մենք այդտեղ սկսում ենք զորանալ։ Ոչ մի բան ամոթ չի։ Երբ որ պոչտայում կանգնած էինք հերթի դրամ պիտի մոծեինք կոմունալների, դե հերթ էր, և ես ինձ այդքան էլ լավ չէի զգում, պահի ազդեցության տակ ճնշումս երևի բարձրացել էր, որտեղ զգում էի այդ սրտխփոցը, այդ ինչ-որ կար։ Բայց ես չէի արտահայտվում, որ վատ եմ։ Մի կին եկավ և ինքը իրեն վատ էր զգում։ Ինձանից ուշ էր եկել։ Այս կինը ինձնից թույլ տվություն չվերցրեց, որ ինքը արագ մուծի։ Ինքը ուզեց, ասեց, ես մի ժամը կանգնած եմ, ասի, ես էլ եմ մի ժամ կանգնած, նոր պոչտայի աշխատողը Նարինեն, որ նորից հոգևորը, ասեց, արի իրան մուծել, ասենք ինքը վատ ազգում, ասի լավ։ Իրա տեղը ես մուծում բանը ստորագրեցի, աթոր խնդրեցի, որ բերեն նստի ինքը։ Բայց ես ինչ վատ էի զգում, որ այդ պահին ես չեմ զիջել իրան, բայց իմ վերաբերմունքը զիջելու նման էր։ Երբ որ դուրս էի գալիս, ուզում էի արդարանալ Աստծո մոտ, Տեր, բայց վատ էի զգում, գիտեք Հիսուսն ինչ ասեց, ասեց խաչի վրա ես ինձ վատ չէի զգում, ես մինչև վերջ գնացի ձեր համար։ Ես ուզում եմ հասկանանք այդ խաչի զորությունը, մենք կարող վատ զգանք, չկարողանանք գանք եկեղեցի, բայց Հիսուսը մինչև վերջ, արնակամ լինելով, ասեց Հայր ներիր իրանց։ Ես ուզում եմ իսկապես հիմա ես զգում եմ այդ ներկայությունը և ուզում եմ հասկանանք այդ մեծ գործը, որ Աստված արեց և դրա համար ուզում եմ կարդամ Հռոմեացիների 5-րդ գլխի 1-2-ը, հետո կկարդանք 5-ը և 11-ը։ Արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքովը։ Երբ ունենք խաղաղություն, երբ հավատքով արդարանում ենք, երբ հավատում ես, որ Հիսուսը խաչի վրա իր արած գործով քեզ արդարացրել է ու դու հավատում ես դրան, բայց ինչից ես դու արդարացվել։ Եկեք մենք մեզ հարցնենք, ինչից ենք արդարացվել։ Մենք արդարացվել ենք Ադամի արած գործից, եկած գործից, այնտեղից եկած։ Մեր մի փոքր գործը դեռ չի էդի, մեր մի փոքր գործը նրա շարունակությունն է, որ սերունդ է եկել մեր մեջ։ Մենք խաղաղություն ունենք Աստծո հետ, որ մի ժամանակ Աստված երես էր թեքել, բայց այսօր դարձել է մեզ, հանուն Հիսուսի արած խաչի վրա գործի, հանուն իր որդու արած գործի, որը չնայեց իր ցավերին, որը չնայեց իր երկնային զորությանը, թողեց, մարդ դարձավ, մրջյունի լեզուն հասկանալու համար մենք պիտի մրջյուն դառնանք։ Աստված մարդ դարձավ ու մինչև վերջ գնաց, մեր նման կիսատ չթողեց, Տեր օգնի, որ մինչև վերջ գնացողներից լինենք։ Երկրորդ խոսքն ասում է, որովհետև ընդունեցինք հավատքով այն շնորհքի մեջ մտնելն էլ։ Այսինքն մենք արժանի չէինք, բայց շնորհքով մտանք, որ նրանում կանգնած ենք, բարձենում ենք Աստծո փառքի հույսով։ Հենց հիմա մենք կանգնած ենք ու բարձենում ենք հենց այդ հույսով, Աստծո փառքի հույսով։ Փառքը էն է, որ Ադամն ուներ, կորցրեց, բայց այսօր Հիսուսը տվեց մեզ։ Մենք այսօր Աստծո աղջիկներն ու տղաներն ենք։ Ու Աստծո մոտ չկա մեծ, փոքր, Աստծո մոտ չկա սև, սպիտակ, Աստծո մոտ չկա տղա,
աղջիկ, Աստծո մոտ չկա հարուստ, աղքատ, Աստծո մոտ չկա եվրեյ կամ հայ, բայց հայը հային կարող ճոգողություն տնի։ Ես ուզում եմ, որ կանգնենք Աստծով ու մտածենք, որ մենք Աստծո աղջիկներն ու տղաներն ենք, ու մենք իրանով արդարացված ենք, եթե Տերը մեզ ներել է, եթե Տերը մեզ մաքրել է, ուրեմն իրանց էլ է մաքրել։ Ամեն։ Եվ 5-րդ խոսքը Հռոմեացիների 5-րդ գլխի հույսն չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքովը, որ տրվեց մեզ։ Եվ դրա պատճառով, երբ որ մենք հավատքով Աստծո արած գործը, Հիսուսի արած գործը ընդունեցինք, մենք ընդունեցինք նաև Սուրբ Հոգին։ Աստծո Սուրբ Հոգին այսօր մեր մեջ է։ Աստված եկավ այսօր գործելու իմ քո միջոցով։ Ու այսօր մենք օտար չենք։ 11 խոսքն ասում է, եւ ոչ մենակ այսքանը, ավելին է տվել։ Ավելին է տվել։ Այլ Աստծո էլ բարձելու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտություն ընդունեցինք։ Հիսուսի արած գործով բարձելու ենք։ Մենք իրանով հաղթել ենք։ Հիսուսը մահացավ խաչի վրա, թողելով մեր բոլորի սխալները, թողելով մեր բոլորի մեղքերը խաչի վրա, ու ինքը հարություն առավ, մենք էլ իր հարության հետ, երբ որ հավատում ենք, ընդունում ենք, մենք մաքրվում ենք։ Մենք այսօր դրանով բարձենում ենք։ Գիտեք, դա ինչ մեծ գործ էր, ոնց որ ինձ մի շատ թանկ, ամենաթանկ, որը մի ամբողջ տիեզեր կարա արժենա, բրիլյանտի հետ փոխեն ու ինձ դնեն դրա տեղը, ու ինձ իր անունը դնեն։ Դու պատկերացնում ես, ինչ գին Հիսուսը տվեց ինձ և քեզ։ Արժեք չկա, թանկ է։ Ուղղակի մենք պիտի կարողանանք դա հասկանալ։ Ինչպիսին ենք մենք տեսնում Աստծուն։ Ոնց ենք հասկանում մեր Աստծո ներկայությունը։ Ես ուզում եմ մենք չմոռանանք 3 կարևոր բան։ Աստված ամենակարող է։ Եթե դու Աստծուն ընդունել ես Տեր և փրկիչ, ինքը քո մեջ ամենակարող է։ Աստված շնորհք է, քեզ ներել է, բայց նաև դիմացինին է ներել։ Եվ նա ներկա է, քո մեջ է։ Աստված այսօր, հենց հիմա, քո տեղը նստած է, ու Աստված ասում է, որտեղ 2-ից 3 հոգի իմ անունով կհավաքվեն, ունդեղ ես եմ, դուք պատկերացրեք այսօր ինչքան շատ Աստված ստեղ, իր զորությունը ինչ մեծ է, ու այսօր ինչ խնդրես իր անունով, դու առնելու ես, որովհետև քո Աստված ամենակարող է, նա շնորհք է, ներել է քեզ և ողորմացել է քեզ, այդ ամենը, ինչ որ դու ուզում ես, և նա քո հետ է, ներկա է։ 4-րդ Թագավորացի 6-րդ գլխի մեջ, այդտեղ չկա ազիզ, այս ուղղակի պատմելու եմ գանձես։ 4-րդ Թագավորացի 6-րդ գլխի մեջ Եղիսեն շրջապատել էին թշնամիները և Աստված իր հրեղեն կարգերով, ձիերով գալիս է օգնության Եղիսեին և թշնամիները փախչում են։ Աստված հիմա էլ է նույնն անում։ Ինքը ամենակարող է։ Ինքը մեր մեջ հիմա այդ բաներն անում է։ Մեկ անգամ անցնում էի այս շենքերի մոտով, մեր տունը մի քանի շենք են կողմը, գալիս էիք Օլգայենց դիմացի տունը։ Քամիոն եղանակ էր, և այդ շենքերի մեկի պատիեզդի մոտով, մուտքի մոտով, ավելի հայկական ասել, մուտքի մոտով երբ անցնում էի, մուտքի երկրորդ հարկի այդ միջանցքի պատուհանը իմ անցնելուց հետո ընկավ իմ հետևը։ Ու ես զարմացա ու սարսափեցի, եթե իմ գլխին ընկներ, հաստատ այսօր ես տեղ չէի լինի։ Մեծ պատուհան էր։
Ամեն։ Մեկ անգամ մի հովիվ հույների հրամանատարը իր զինվորներով ուզում է սպանի։ Եվ երբ մոտենում է իր տանը, տեսնում է հզոր թիկնապահներով տունը շրջապատված է։ Իրանք վախենում են դրանից։ Եվ երբ որ վախենում են, կանչում են Աստծուն եւ սկսում են աղոթել։ Եվ երբ որ աղոթում են, այդ բանը հովիվը դուրս է գալիս եւ ապաշխարում են իրանք, ընդունելով Աստծուն Տեր եւ Փրկիչ։ Մեկ շաբաթ հետո այդ հույների հրամանատարը հովին ինչ ասում։ Ասում է, սիրելի հովիվ, մենք ու ինքը խոստանում է, մինչև այդ խոստովանում է, որ մենք եկել ենք քեզ սպանելու։ Ու ասում է, գիտես, այն ժամանակ որ մենք եկանք քեզ սպանելու, դու թիկնապահներ ունեիր, բայց ինչ մենք Տեր եւ Փրկիչ ենք ընդունել Աստծուն եւ ծառայում ենք քեզ, թիկնապահները չկան։ Ես ուզում եմ իրանց տեսնեմ եւ շնորհակալություն հայտնեմ իրանց։ Հովիվը նոր է իմանում, որ Աստված իր հրեշտակներին ուղարկել էր, որ իրան պահպանեն։ Եվ ասում է, ես թիկնապահներ չեմ էլ ունեցել, ու ինքը չէր էլ տեսել իրանց։ Դուք պատկերացնում եք, Աստված ձեզ ամեն չարից պահում է։ Մենք չգիտենք Աստված ինչերից է պահում։ Ես ասեցի այն, ինչ որ զգացել էի, բայց ինչեր կան, որ մենք դեռ չգիտենք, ու Աստված պահում է մեզ։ Երեմիայի 32:7 Ահա ես եմ, Տերը, ամեն մարմնի Աստվածը, միթե ինձ համար որևէ դժվար բան կա, բոլորի Տերը ինքն է, եթե ինքը Տեր է, ինքը պահողն է, մենք ինչի ենք նեղվում, երբ որ ինչ որ բան չենք ունենում, դրա փոխարեն կարանք խնդրենք ու վստահենք այդ Աստծուն, այդ ամենազոր ու ամենակարող Աստծուն, որը ամեն բան կարում է, եւ ամեն զորություն իր մոտ է, դու կարաս խնդրես ու հավատքով սպասի ու ինքը կտա։ Մեկ անգամ ստեղ խանութ էի մտնում, կաթ էի առնելու, բանը աշխատողն էր հավատացյալը, եւ ասեցի Ալետա ջան, կաթ կա, ասեց չէ, վերջացել է, ասի ջանդ սաղանի ու դուրս եկա, բայց բոլորը ծիծաղացին։ Հաջորդ օրը երբ որ մտա խանութ, գիտեք ինչ ասեց, ասում է, երեք ինչ ասեցիր, ասեցի ջանդ սաղանի, ասում է, բայց գիտես քեզնից առաջ, մեկը մտել էր, երբ որ կաթ չկար ինձ հետ վիճեց։ Մենք Հիսուսի պատկերն ենք, իր անունը մեր վրա է, որտեղ մտնում ենք, ինչ անում ենք, մարդիկ տեսնում են, ու իրանք են գնահատականը տալու, ու ինչպիսին ենք մենք, իրանք գնահատականը կտան։ Ահա ես եմ Տերը, ամեն մարմնի Աստվածը, միթե ինձ համար որևէ դժվար բան կա, չկա, դժվար բան չկա, հույսը տիր Աստծո վրա եւ մի նեղվիր ու վստահիր իրան, որովհետեւ Հայր ուղարկեց Հիսուսին, իր որդուն, հենց քեզ համար, ու Հիսուսի անունը կոչվում է Փրկիչ, նա փրկել է քեզ ամեն իրավիճակից, մենակ հավատա, մենակ վստահի, եթե բժշկության կարիք ունես, ինքը քո բժիշկն է, մի նա ինչ հիվանդություն է, ինքը կարա քեզ բժշկի, դու կանչի իր անունը, եթե ունես ֆինանսի կարիք, ինքը քո Էլշադայն է, ինքը կարա քեզ առատորեն օրհնի, ինքը քո պարտությանների ժամանակ, քո հաղթանակի դրոշն է, դու ամեն բան կարող ես, քո Աստծո, եթե վստահում ես, մենակ հավատաս իրան։ Հովանու ավետարան 1:12 Բայց նրանք, որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, որ նրա անունին հավատում են,
Հիսուսի անունին։ Հավատում ես Հիսուսի անունին։ Հավատում ես Հիսուսի անունին։ Հիմա իմացաք Հիսուսը ինչի է Պետրոսին 3 անգամ հարցնում, որ բոլորը վստահվեն, որ ամեն մտքից կտրվես ու ասես ամեն, ու քո ամենը քո մեջ կառուցվում է, ու դու իմացի, ինքը քեզ տվել է իշխանություն, դու ունես հաղթական զորություն, կանչի իր անունը ու ամեն բան լինելու է, կանչի, հենց Հիսուս եթե ոչ մի բան չի գալիս, եղել այն կյանքում, որ ոչինչ չեմ կարողացել ասել, մենակ Հիսուս եմ կանչել, բայց հետո զորությունն է եկել, որտեղ ինքը քեզ զորացնողն է, ու ինքը երբեք տարբերություն չի դնում հույնի ու հրեայի մեջ, տղամարդու ու կնոջ մեջ, երեխայի ու մեծի մեջ, հարուստի ու աղքատի մեջ, դու իր աղջիկն ես, դու իր տղան ես, դու իր հարազատն ես, որ մի ծնողը իր երեխի երես կթեքի, մենակ գիտեք ով, այն ով որ բարձկանա, հարազատ ծնողը կյանքն է դնում, ինքը իրան հավատացողներին իշխանություն է տալիս, Մարկոսի 6:56 Եվ որտեղ որ մտնում էր, գյուղեր թե քաղաքներ, ագարակներ, հիվանդներին հրապարակների մեջ էին դնում, և նրան աղաչում էին, որ գոնե հանդերձի ծայրին դիպչեն, և որոնք որ դպան նրան փրկվեցին, ուրիշ թարգմանության մեջ գրված է բժշկվեցին, որովհետև դա նույն բառն է, Հիսուսը ում որ բժշկում էր, ասում էր փրկված ես, ազատագրված ես, բժշկված ես, սոզո բառն էր ասում, որ դու փրկված ես, դու բժշկված ես, դու ազատագրված ես, Հիսուսը քեզ ոչ թե մենակ փրկել է, այլ փրկել է, բժշկել է ու ազատագրել է։ Ոտվեցկուն մի անգամ հարց են տալիս, ինքը շատ հայտնի լրագրող լինում և ռադիո վարող, ասում են ոնց կարելի է, այդ ձեր աստվածաշունչը այդքան է ոնց որ ճիշտ չի, մեկին գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, չի անում մեկ, անում է 3, որովհետև հայ, որդի և սուրբ հոգի չի կարող մեկ լինի։ Ոտվեցկին ասում է սիրելիս, սխալ ես ասում, մեկ, անգամ մեկ, անգամ մեկ, անգամ մեկ, անում է մեկ, որտեղ մեր աստվածը գումարումի աստված չի, մեր աստվածը բազմապատկման աստված է, քո աստված ոչ թե եկել է քեզ կյանք տա, ամեն, ալելույա, քո աստված չի եկել քեզ կյանք տալու, այլ եկել է սուպեր կյանք տալու, ավելի լավ, հրաշալի կյանք, կյանքերի կյանքը տա քեզ, ու դու մի նստի ասա յոլա, ես պիտի լավ լինեմ, երբ մեր տունը սարքում էին, ես մտքով կառուցում էի իմ տունը, և ամուսնուս ասում էի, ստեղ պիտի լինի ինտեղ, ու երբ որ տունը սարքելուցին վերջացրին, ասի, ոնց մտքովդ անցավ, որ լվացքի պարանի սյուն ընդեղ պիտի լինի, ասում դու տարիներ առաջ ես ասել, որ ընդեղ պիտի լինի։ Նախորոք մտածեք ու աղոթեք, պատկերացրեք ամեն բան առաջինում, եթե մի բանը ձեզ տկարացնում, ասա ոչ լինելու է, լավ է լինելու, իմ երեխեք ամենալավն է լինելու, քոնն է լինելու։ Ամեն։ Հայո, փառքը մեր Տիրոջը, ու դու էլ մեղավոր չես, այլ դու Հիսուսով փրկված ես, դու փրկված ես մի հիշի անցածների ինչ ա եղել, այլ իմացի, որ Հիսուսով դու մաքրված ես, կեղտոտ շորը երբ որ դնում են ժավելի մեջ, ինքը մաքրվում է, ինքը ավելին է քան այդ ժավելը, դու դյունից ճերմակ դու փայլելու ես, ու ինչքան մոտենաս Հիսուսին, մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք, Հովանու 16:24-ը։
Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունովը, Հիսուսի անունով, ոչինչ կարող է մինչև հիմա չես խնդրել, կարող է տկար ես եղել, ներված ես եղել, սպասել ես քույրերն ու եղբայրները խնդրեն, սպասել ես եկեղեցու հովիվը մենակ աղոթի քո համար, բայց դու չես աղոթել, դու մենակ նայել ես ոնց են աղոթում, սիրելիս, դու կարևոր ես Աստծո համար, հենց դու քո տեղում որ նստած ես, դու շատ կարևոր ես, մեր Մարգո քույրիկը ես ողջունում եմ իրան, շատ սիրում եմ, այն ժամանակ երբ դռների մոտ էի ծառայում, Մարգո քույրս մի անգամ թափով եկավ ներս և մի հատ փոքրիկ միջատ էր վազում, անես թափով էլ ոտը դրեց վրեն աղտական ու եկավ, ասի այո, սատանային հենց այդպես պետք է անենք, դու Հիսուսով պիտի հաղթես քո ամեն դժվարությունները, դու կարող ես ճզմել Հիսուսի անունով ու մի տկարացի, Աստծո մոտ չկա մեծ փոքր պրոբլեմ, Աստծո մոտ կա քո հավատքը, ինքը նայում է քո սրտի մեջ, ինչ ունես, ու երբ որ դու հավատում ես, ինքը տալիս է։ Ես կռվի ժամանակ ունեմ խնդրել 90-ականներին, որ եթե ինչ-որ մեկը իմ աղոթքը բարձր ձայնով եթե լսեին, երևի կասեին գժվել է այս աղջիկը, բայց ես խնդրեցի ու ստացա, ստացել եմ այդ տունը նվեր ու Տերն օրհնի տվողին, ու ես շնորհակալ եմ իմ Աստծուն, որ ինքը աղոթք լսող է, եթե Տերը ինձ 90-ականներին տվել է, արդյոք հիմա այս լեն ու որ ժամանակ մարդիկ խնդրեն չի տալու, ավելիով կտա, մենակ մնում է հավատքով դու ուզես, հավատքով դու խնդրես ամեն բան, ինչը որ քո ստեղը կա ցավացնում է, որ մտնի ստեղից սկսի ներխուժելը տեղ, քանդելով այդ պատնեշները, որ չի կարելիները, չի ստացվումները, քանդիր հավատքով։ Եվ Հովանու 16:24 ասում է, մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունովը, խնդրեցեք ու կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի, առնելուց հետո դու հաղթական ես լինում, առնելուց հետո դու զորավոր ես լինում, ինչ եք կարծում, հեսույանք երբ որ գնացին պարիսները փլվեց, չէ, պտտվեցին 7 օր փլվեց, իրան կանգնե մենակ ուրախանում էին, չմնացին այդտեղ, իրան գնացին երկինը գրավելու, հաղթել ենք, լավ է, բայց մենք գործ ունենք անելու, ավելի հաղթանակներ ունենք, էլ ինչ ես ուզում, զավակս, դու մենակ իմ անունով կանգնի, դու մենակ խնդրի, Աստված չի եկել մեզ մենակ տուն տա, Աստված եկել է, որ իր անունով գործենք, ես ու դու աշխարհին օրինակ պիտի լինենք, դու քայլում ես, Հիսուսն անցնում էր, մարդկանց էին բերում, որ բժշկվեն, ես կերազեի դրա կեսի չափը, 1% ունենայի, 0% կոնե, որ ինքը արջևում լիներ միլիոն դառնար, ես կուզեի, որ ինչ-որ մեկը իմ ստվերից բժշկվեր, իմ հանդերձի ծայրին կպնելով բժշկվեր, մենք այնքան ունենք դեր հասնելու, որտեղ մենք մանուկ ենք դեր, Տեր, տուր մեզ հետի, ես ուզում եմ, իր անունը մեր կյանքում ուղղակի չի տրված, դա զորություն է, որ հայրը վերևից սպասում է, որ դու կանչես ու ինքը տա, Փիլիպեցիների 2:10 որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծուղ երկնավորների և երկրի տակ լինողների երբ որ դու այդ անունը տաս երբ որ դու այդ անունով կանգնես դու զորություն ունես այդ անունի առաջ ամեն մեկը ծնկում է ու դու այդ անունի մեջ ես այդ անունի առաջ է ծնկում Սատանայի ոչ մի զենք չի կարա քո վրա գործի, որտեղ դու այդ անունով ես, որ դու այդ զորությունով ես, եթե դու հասկանում ես, որ Հիսուսն է քո մեջ, քո անունով դու ոչինչ չես կարա անես, որտեղ դու ինքդ Հիսուսի ոտների մոտ գալու կարիք ունես, ես այստեղ գալուց առաջ պիտի Հիսուսի ոտների մոտ լինեմ, բոլոր փառաբանության խումբը, և մենք բոլորս, մեր ազգը, եթե ուզում է հաղթանակը վերականգնի,
ինքը պիտի գա Հիսուսի ոտների մոտ։ Եվ Հայաստանից պիտի վերանա մարդիկ մեկը մեկի միսն ուտելը։ Ես ուզում եմ քանդվի այդ ամենը Հայաստանից։ Ու իմանանք Հիսուսի անվան զորությունը, որ երկրի վրա, երկրի տակ ու երկրի վրա ամենը Հիսուսի ոտների առաջ գալիս են ու ծնկում են։ Հիշում եք Հեսուն ինչ արեց։ Արևն ու լուսինը կանգնացրեց։ Հիսուսը մարդու մարմինը հագած ծովը խաղաղեցրեց, ծովի վրայով անցավ, Մովսեսը ծովերը ճեղքեց։ Մենք կարանք հիվանդության ծովեր ճեղքենք, մենք կարանք դժվարության ծովեր ճեղքենք, կարանք մեծ մեր դժվարության սարերը անին էր երգում, կարանք շուր տանք։ Մենք ունենք, որտև այդ անունը այսօր քո վրա է, ու դու իր աղջիկն ես, ու դու իր տղան ես։ Ես ուզում եմ ձեր տկարացած ծունկը, թուլացած ձեռքը զորանա, թողես ամեն դժվարություն, հանուն Հիսուսի։ Որտեղ է դա ցավում, որտեղ է դա տկար, ինչից ես դու նեղված, ոնց որ ես պոչտայում մի փուճուրիկ նեղություն ունեի, ինչից ես նեղված, Հիսուսը չնայեց դրանց, ինքը մեռավ, հանուն մեր։ Մենք ինչ ենք անում, մենք կարանք վիրավորվենք, կարանք նեղանանք, գանք տանը, ողբանք, թուլանանք, վատանանք, ծայրահեղ դեպքում, բայց եթե այդպես էլ արել ես, հիմա կանգնի ու զորացի, որտեղ Տերը ներում է, Տերը սիրում է, ինքը քո Աստվածն է։ Հիսուսը մի կարևոր բան արեց, նա սատանայից վերցրեց ամեն իշխանություն։ Ամեն, ինքը վերցրեց ամեն իշխանություն, Մատթեոս 16:19։ Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, այն որ Ադամից վերցվել էր, Հիսուսը քեզ կտա։ Ասում էր սա Պետրոսին, բայց հիմա քեզ ասում, ինձ ասում։ Երկնքի արքայության բանալիները, եւ այն որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ այն որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում։ Ինչ դժվարություն ունես, Հիսուսի անունով կապի, ինչ օրհնություն ես ուզում, Հիսուսի անունով արձակի, թող Տերը զորությունը ուղարկի ձեր վրա, ու իմ վրա, մեր բոլորի, մեր հայազգի վրա։ Եկեք հիշենք, որ մեր Աստված ամենազոր էր, բայց հիմա նաև հիշենք, որ մեր Աստված նաև շնորհք է։ Մատթեոս ավետարանի մեջ 28:20 Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Ես ձեզ հետ եմ։ Էսի նախադասության կեսից է դնում։ Ես այս մասն եմ ընտրել։ Հիսուս ասում է ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Որտե մենակ իմ կյանքի վերջը, որտեղ կլիներ դա իմը մենակ։ Ինքն է ձերը, այն աշխարհի վերջին մարդը, որ պիտի մահանա կամ հարություն առնի, Հիսուսը նաև իր հետ է։ Հիսուսը բոլորիս է սիրում, ինքը տալիս է հնարավորություն։ Օսբորնի ծառայություններից մեկի ժամանակ իրանք ամուսիններ էին շատ զորավոր ծառայողներ, իրանք Հնդկաստանում ծառայություն են անում եւ այնտեղ լինում է մի ուսանող, որը չարությամբ լեցված նայում է Օսբորնից եւ ուզում է իրանց սպանի, որտեղ չի սիրում Հիսուսի ուսմունքը։ Եվ երբ որ պաշտամունքի վերջում բերում են բոլորին գալիս են աղոթքի են հրավիրում, այս երիտասարդին հանկարծ ծնկում է երիտասարդը եւ սկսում է բարձր ձայնով աղաղակել ու լաց լինել։ Իսկ հետո վերջում ինքը վերակենում միկրոֆոնով եւ սկսում է խոստովանել։ Ասում է ես Հիսուսին տեսա։ Նա եկավ իր խոցված ձեռքերը ինձ ցույց տվեց, ժպտալով ասաց ես Հիսուսն եմ։ Ու ասում է հեռացավ։ Ու երբ որ ինքը էսի վկայում է, հենց այնտեղ են, որ
Հիսուսին տանել չէր կարողանում, այդ ուսմունքը չէր սիրում, ինքը քարոզողներին ուզում էր սպանել, իր վկայության պատճառով հարյուրավոր մարդիկ են ապաշխարում։ Աստված նաև շնորհք է, տեսեք պահեց Օզբրնենց, բայց փրկեց նաև նրանց այն տղայի միջոցով, որ ուզում էր մարդասպան դառնալ։ Արդյոք սա Աստծո զորությունը չի։ Աստծո գործը մեծ է, նա շնորհք է, նա ներող է, նա ամենազոր է, նա ամենակարող է, ու նա ներկա է, նա քո հետ է։ Աստված այսօր էլ է քո մեջ, նրա զորությունը քո մեջ է, ուր գնաս, նա քո հետ է, նա նաև Դանիելի հետ էր։ Դանիելին ստրուկ էին տարել, Դանիելը չնայեց, որ ինքը Երուսաղեմում չի, Դանիելը չնայեց, որ ինքը ստրուկ է, Դանիելը չնայեց իր վիճակին, Դանիելը նայում էր, որ Աստված իր հետ է, թեկուզ օտար երկրում, օտար տեղերում, Աստված իր հետ էր, դրա համար Աստված Դանիելին բարձրացրեց, և Դանիելը աղոթք է սկսում անել, իր ազգի համար։ Դանիել 10:12 Եվ Աստված իրան ասում է, իր աղոթքի պատասխանը, և նա ինձ ասաց, մի վախենար, ով Դանիել, որովհետև այն առաջի օրից, որ սիրտ տվիր հասկանալու, և քո անձը խոնարհեցնելու Աստծո առաջին, քո խոսքերը լսվելու են, և ես եկա քո խոսքերի համար։ Առաջի օրից, երբ խոնարհվեցիր, սիրտդ տվեցիր Աստծուն, Աստծո առաջ խոնարհվեցիր ու խնդրեցիր։ Մեր Աստված այնքան նրբանկատ է, կարող է մի քիչ աղոթքիդ պատասխան ուշանա, բայց եկել զգուշացնի, որ լսվել են քո աղոթքները, լսվել են ու Տերը տալու է։ Քո աղոթքները լսվում են, բայց կարող է ինչ-որ մի բան, պատերազմ կա, քո մտքի հետ, քո կյանքի մեջ, որ Աստված ընդեղ քանդում է, կարող է քո կարողաներն են, կարող է քո տկարություններն են, որ Աստված ուզում է կատարյալ զորանաս, որ էդի առնելուց վայելես։ Քո խնդրանքը Աստված լսում է, քո ամեն մի ասածն է լսում, Աստված լսում է նաև Հովսեփին։ Այս վերջերը Հովսեփի մասին էի կարդում։ Գիտեք, Հովսեփը պատանի էր, ստրուկ էին եղբայրները վաճառել, բայց որտեղ Հովսեփը գնում էր, ստրկության մեջ հենց, այդ նեղության մեջ, այդ միակ, այդ պատանի տղան, որը ծնողից զրկված էր, աղբերների սիրուց զրկված, օտար երկրի մեջ, ասում է իրա պատճառով օրհնվում էր տարածքը։ Ինչի, որովհետև ինքը Աստծուն էր նայում։ Ինքը գիտեր իր Աստծո անունի զորությունը, ինքը գիտեր, որ իր Աստված իր հետ է, ու գիտեր իր Աստված շնորհք է, որ իրան կտա, եթե խնդրի, ինչի թեկուզ դու ստրուկ ես, ինքը կտա։ Սեդրակ Միսակ Աբեդնագոն, երբ որ իրանց բերեցին կրակի առաջ և ասեցին երկրպագի կուռքին, իրանք ասեցին ոչ, մենք Աստված ունենք, որի երկրպագում ենք, ու մեր Աստված կարա այդ կրակից ազատի, որ եթե չի երկրպագեին, իրանց կրակն էին գցելու, բայց եթե չազատի է, էլի ինքնատերը, ու ազատեց Աստված, հրաշքով ազատեց, որ երեքին գցեցին 4 եղան կրակի մեջ, մի եղբայր ասում էր կանդիցաներ կար այդտեղ, որովհետև իրանց, որը կրակից հելան, ասում ծուխի հոտ չէր գալիս իրանցից, դուք պատկերացնում եք կրակի միջից դուրս գան, իրանցից ծխի հոտ չհրնի, բայց կրակը չկար մարդիկ վարվեն ու մոխրանան։ Արդյոք սա հզոր չի։ Ես ուզում եմ հասկանանք Հոբին, որ այդ դժվարությունների ժամանակ երեխաներին կորցնելուց, ապրոստը կորցնելուց, անգամ կինն ասեց հոգնել էր, չենք մեղադրում, հոգնել էր այդ քանից, իրաննել էին այդ ցավերը, ասեց անիծի ու մեռի, բայց ինքը մինչև վերջ Աստծուն մնաց հավատարիմ Աստծո ասածով, ու Աստված իրան ավելիով օրհնեց, Տիրոջը ապավինողները
ամոթով չեն մնում, Տերը հրաշքով անում, Աբրահամը չվախեցավ, իր միածինին, որ ամբողջ կյանքը սպասել էր, տարավ որ զոհաներ, իսկ Իսահակը 7 տարեկան երեխա, համաձայնվեց վստահելով Հոր Աստծուն, պարկավ զոհասեղանին, ինքը հասկանում էր, 7 տարեկան երեխեն լավ բան է հասկանում, իր պապան շատ զոհեր էր արել, ու ինքը տեսել էր, բայց այս մեկը յուրահատուկ էր, գառը չկար, բայց գառը սպասում էր հավատքին, Աստված գիտի ամեն բան, դրա համար էլ Աստված ինքը եկավ քո համար, ես ուզում եմ մեզնից ամեն մեկ իրան կարևորը զգա, հասկանա, որ ինքը թեկուս հեռուստադիտողներն էլ, այդ էկրանից այն կողմ նայողներն էլ, ես ուզում եմ իմանամ, որ ձեր ներկայությունը եկեղեցում կարևոր է, որ ձեզնից ամեն մեկը շատ կարևոր է, իմ եղբայրը մի քարոզներից մեկի ժամանակ ասեց Տեր, քո կրակի մեջ մեզ ամեն մեկիս չոր ճյուղ արա, որ բորբոքենք այդ կրակը, ես ուզում եմ, որ դուք գաք, ու որտեղ ձեր ներկայությունը մի զորավոր կրակ է լինելու այս եկեղեցում, դուք եք բռնկվելու, սիրելիներս, եկեք ու մի բան արեք, 2 ժամ երբ որ Աստծուն ես տալիս, քո 22 ժամը Աստծո պաշտպանությունով է գնում։ Ես կուզեմ այս ուղղությամբ մի կարևոր բան ասեմ։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Ֆրանսիայի գյուղերից մեկում ականը ընկնում և պայթում է տեղական եկեղեցու Հիսուսի արձաններից մեկը, Հիսուսի արձանը փշուր է լինում, կներեք շփոթվելու համար, երբ որ ականը տրաքում է, Հիսուսի արձանը եկեղեցում ընկնում և փշուր է լինում, եկեղեցու անդամները, տեսեք ինչ կարևոր բան է, երբ որ եկեղեցու անդամները միաբան են ու սիրով են, որոշում են ամբողջ արձանի բեկորները հավաքել, ամբողջ արձանը փշուր հավաքում են, բայց ձեռքերը չեն գտնում, անդամներից մեկի մտքում գալիս է, մի պղնձից ցուցանակ վերցնում է, վրան գրում է, ես չունեմ ձեռքեր, դուք եք իմ ձեռքերը, սա տեսնելով, եղբայրներից մեկը, չգիտեմ եղբայրներից թե քույրերից, մեկ ուրիշը ոգևորվում է և սկսում է գրել բանաստեղծություն։ Ես ունեմ միայն ձեր ձեռքերը, որ գործեն Աստծո գործերը։ Արձանի վրա է դրված։ Ես ունեմ միայն ձեր ոտքերը, որ մարդկանց տանեն Աստծո ճանապարհներով։ Միայն դուք տալիս եք ինձ ձեր ձայնը, որ ասեք Աստծո, որ ասեք ինչպես ես մեռա ձեզ համար, միայն դուք կարող եք օգնել, փրկել, բժշկել Աստծո ճանապարհներով։ Մենակ մենք ենք էդի անելու, Հիսուսը իր անունը տվեց մեր վրա, դրեց մեր վրա, տվեց մեզ, իր ամբողջ արած գործերով, ու հիմա սպասում է, մենք ինչ կանենք իր անունով, մենք պիտի գնանք ավետարանենք, մենք պիտի խոսանք, մենք պիտի փրկենք, մենք պիտի ազատենք և մենք պիտի ներկայացնենք Հիսուսին մեր ապրած կյանքով։ Աստված նույնն է, այն ժամանակ է հիմա էլ, ինքը չի փոխվել, մեր Աստված նույն Աստվածն է, նա ամենազոր է, ամենակարող է և նա շնորհքի Աստված է։ Եվ Փիլիպպեցիների 4:13 խոսքը ասում է. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Աստծով, ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով, ամեն բան կարող ենք մեր զորացնող Աստծով։ Եկեք իսկականից, ինչ երկրի վրա կապենք, ինչ երկնքում կարանք արձակենք, այստեղ արձակենք։ Եկեք իսկականից կանգնենք Աստծո զորավոր ձևով և հիշենք,
որ մեր Աստված ամենակարող է, որ մեր Աստված զորավոր է, որ մեր Աստված շնորհք է, ու ինքը ձեր մեջ է, ու ինքը չի փոխվել։ Այսօր Աստված ինձ ու քեզ անայում, մենք ինչ կանենք իր անունով։ Այդ անունը սովորական անուն չի։ Այդ անունը զորություններ տվող, զորություններ քանդող, կառուցող Աստված է։ Այսօր Աստված քեզ ասում, գնա քանդի, փրի, շինի ու կառուցի։ Բայց լավ է, բայց Աստծոն է։ Մենք կարող ամեն բան քանդենք ու կառուցենք։ Մենք կարանք անենք։ Միկրոֆոնը չի որ խոսացնելու է մեզ։ Եթե հոսանքը չլիներ, մեկ այսի լինելու էր։ Տերը քո մեջ է, Տերը քո զորությունն է։ Ուրեմն վեր կաց, կանգնիր ու հաղթական հիմա։ Հիմա հաղթական։ Ու ասա, դու իմ զորությունն ես, Տեր, ու ես ամեն բան կարող եմ քեզանով, որ դու ինձ զորացնում ես։